Նվեր եմ բերել։ Ո՞վ եք նվեր բերել։ Հարգարժան վարչապետ պարոն Փաշինյանին։ Տեսել եք իրան։ Չէ, այսօր աշխատանքային օր չէ։ Իսկ ես ի՞նչ նվեր է որ ուզում եք փոխանցեք։ Գրիգոր Նարեկացի 89-րդ Սամոսնա ձեռագրած։ Հա, ձեր ձեռագրով եք։ Իսկ ինչու եք ուզում հենց իրեն նվիրել։ Պատարակների պարգևն է, պատարակների Բայց ինչով է նա պարգևն է։ այդ պարգևին։ Հավատով։ Խաղաղություն ամենուրեք։ Ցորվան եք եկել։ Այո, Ինչի համար եք եկել։ որ մենք քաղաքացի ենք, մենք հայաստանցի ենք, երևանցի ենք, այստեղ ենք ապրում, չելնենք մեր տերիտորիան մանգանք։ Իսկ հպարտ եք հիմա, հպարտ քաղաքացի։ Հա, շատ հպարտ ենք, այո։ Ինչ է հպարտ անում։ Ամեն ինչ, այս խաղաղությունով, Խաղաղություն է։ այս պատերազմ չկա, զինվոր չի զոհվում, զինվորը սոված չի, զինվորը հագուստ ունի, հագուստ չի պահանջում տնից, թող խոսա։ Իմ աղջիկը հագուստ էր ուղարկում Ղարաբաղ, բայց հիմա չեն ուղարկում։ Զինվորն ոչ մի բանի կարիք չունի, ամեն ինչ ուտում։ Իսկ ինչ է կարծում։ Մենք էլ ունենք զինվոր դուրսը, բան չի բողոքում։ Ասում ամեն ինչ տալիս են, պահեստը տրակվում է ուտելիքից։ Ոչ ճանաչում ենք ղեկավարներին, ոչ գիտենք։ Բայց գոհ են, շատ գոհ են։ Գոհ եք։ Հա, շատ, անչափ գոհ են, կրակոց չկա գոհ Իսկ են։ դուք ձեր տղան երբ որ ծառայր 2020 թվականին գոհ կլինեիք։ Դրանից առաջ գոհ չենք եղել, բայց հիմա գոհ ենք։ Տարի կես են ծառայում, գոհ ենք, խաղաղությունա, լավա, միա բերանալնենք, միա ժողովուրդ լնենք, մի բուր ենքան ասենք, մի բուր ենք, մչև դարանք մի բուր, արեք դարնենք 10 բուր, մեր հայը փրկենք, ժողովուրդ մեր վրեն ծիծաղում են, դուրսը մեր վրեն ծիծաղում է, ասում է իրար չեն բռնում, իրար չեն հասկանում, ամեքինանց կարապքեց գետին են քաշում, չի կարելի, բալես։ Իսկ դուք այստեղ հյուրասիրությունից օգտվել եք։ Չեմ ուզում, կարիք չունեմ, իմ տուն ամեն ինչ կա։ Բայց հյուրասիրություն եկել եք։ Չեմ ուզում, կանեմ փողոց հյուրասիրվեմ։ Իսկ 3 եղեռնի օրներ, այսօր նման միջոցառում։ Անձրև հոգնած եմ, ոտս ծամա չէի կարի այնտեղ գնայի։ Բայց ճիշտ եք համարել հաջորդ օրը։ Տնից նայել եմ։ Իմ ոտսամա, ես եմ պաջումը չեմ կար։ Ես օրեն վաղ դելնում էի, 2 աստիճան մի ոտ էի անում։ Դուլը չէիր ծնվել, գներես։ Բայց հիմա չեմ կարալ, դες հայտով եմ քայլում, բալես։ Ձեզ առողջություն։ Ինչի համար եք եկել, ինչն է ձեզ գրավել, որ եկել եք։ Ինչու եք այստեղ անցկացնում քաղաքացու օրը։ Որ տեսնեմ ոնց են մարդիկ իրար հետ շփվում, տրամադրությունները, ինչպիսի տրամադրություն ունեն։ Ինչպիսի տրամադրություն ունեն։ Դե առայժմ նոր եմ այստեղ ու կարծում եմ բոլորը իրենց համար քայլում են։ Հիմա հպարտ քաղաքացի համարում եք։ Այո, Ինչով եք հպարտ։ Ինչն է ձեզ հպարտությունը պարգևում։ միայն նա որ խաղաղ երկնքի տակ ենք ապրում, Բայց խաղաղություն կա հիմա։ այո, Բայց պայմանագիր դեռ չի ստորագրվել։ դա կապ չունի Երեք էլ խաղաղությամբ ասեց Ալիևը, որ սպառում էր, որ Դեդո Բաղլայի արձանն եք հանդել։ Սա խաղաղություն է։ Դե գիտեք ինչ, երբ որ նախաստորագրումը եղավ, Բայց սպառնաց չէ։ Երեք։ Ալիևի սպառնալուն ով է նայում, եթե նա Թրամփի ներկայությամբ ստորագրել է, նախաստորագրել է խաղաղության այդ պայմանագիրը, ինքը չի կարող ետ քաշվել, հակառակ դեպքում եթե նա որ ետ քաշվի, ուրեմն կսահմանեն սանկցիա կդնեն։ Իսկ այստեղ հյուրասիրությունից օգտվել եք։ Ոչ, դեռ նոր եմ եկել, դեռ նոր ենք եկել, չգիտենք, քայլում ենք ուղղակի։ Որտեղից եք եկել։ Աբովյանից։ Աբովյան քաղաքից։ Այո։ Իսկ այստեղ խորովածի հերթին եք սպասում։ Հա, Ձեր աչքով որ նայում եք լավ է պատրաստում, թե մի սուհում կմնա։ շատ լավ է։ Լավ է։ Իսկ փորձել եք այլուպես։ Ուզում ենք փորձենք։ Առաջին անգամ եք փորձել։ Այո։ Ինչ, ստեղից։ Հա։ Հա, Իսկ ձեզ որպես քաղաքացի հպարտ զգում եք։ Հպարտ եք դուք հիմա։ այո։ Ինչով եք հպարտանում։ Ամեն ինչով։ Օրինակ, Ողջ եկել ենք ուրախանանք։ եկել եք խորովածի հերթին։ Չէ, Բա եկել եք քաղաքացու օրվան մասնակցեք։ ոչ, Բա ինչու եք։ ես չեմ համարում այս կառավարության մեջ Երևան քաղաքի քաղաքացի։ Ինչու՞։ Ինչու եմ եկել։ Հա։ Ինչ
եք համարում։ ուզում եմ տեսնեմ այս ոնց են անում, որ երբ ուզում են արևա, երբ ուզում են անձրևա։ Դրա համար։ Էս իրանք են արևա, ոնց։ Ոնց են արել։ Ոնց չես մի կաններին հարցրեք կասեն։ Նման բան։ Անձրևը իհարկե ունի։ Այլ են որ արևը լինի խորոված ուտեն։ Իսկ դուք չեք ուզում փորձել։ Չէ, ես փող չունեմ։ Փող չունեք, բայց անվճար է։ Հա? Կարծեմ։ Հա, որ անվճարա Երևի չգիտեմ, եթե անկեր։ Գիտեմ, որ իրանք ուտեն կշտանան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այստեղ տեսնում եմ Արցախի դրոշներ եք, չէ՞ վաճառում։ Ձեզ ինչ որ Նոր ընդ Արցախի ռուստավի։ Իսկ չեք տվել, չեք ասի։ Արցախի դրոշը ինչ արժե։ Իրականում 1000 դրամ։ 1000 դրամ։ Դե 1500։ Ես իրականում եմ Արցախը։ Հայաստանի Հանրապետության դրոշը ինչ արժի։ 100 դրամ։ Արցախի։ Ում հասկանամ ուրիշները այստեղ դերում են քպականներ են, ձեզ ոչինչ չեն ասի Արցախի դրոշի համար։ Հա չեն թողնում որ ծախ։ Չեն թողնում որ ծախեք։ Արցախը զրատացում արեն են ծախում են դե հացի դեղի փող։ Բայց չեն թողնում ձեզ ծախեք այդ դրոշը։ Ո՞վ։ Ուզի ոչ մի չարքել։ Քաղաքացիորվան եք եկել մասնակցել, թե պարզապես զբոսնում եք։ Եկել եմ մասնակցել։ Քաղաքացիորվան, իսկ ձեզ հպարտ քաղաքացի համարում եք։ Այո, Ինչով եք հպարտանում։ ամեն ինչով։ Օրինակ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուրիշ երկրներում ինչը կներկայացնեիք։ Կներկայացնեի նախ մեր մշակույթը, որպեսզի շատ տարածվեր ավելի, ու հպարտանում եմ մեր ամեն ինչով, մեր լեզվով, մեր խոսքով, մեր պատմամշակութային վայրերով, ամեն ինչով։ Ինչ խորհուրդ ես օրը ձեզ համար։ Ուրախանալու ժողովուրդ ուրախանում է։ Ուրախանալու համար եք եկել։ Այո։ Իսկ ինչ որ բան փորձել եք արդեն։ Ինչ անել։ Ինչ որ բան փորձել եք։ Ինչի համար։ Ուտել ինչ որ բան չեք արել։ Չէ։ Չեն գուզում։ Իսկ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեզ հպարտ համարում եք։ Այո, Ինչով եք հպարտ։ որովհետև ինձ թակավոր ունենք, հավ թակավոր ունենք։ Թագավորն ով է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինքը վարչապետ է, թագավոր չէ։ Թակավոր է։ Ինքն ամբողջ իր վրա վերցրել ամեն ինչը, երկրի ամեն ինչը։ Բայց լավ է պահում։ Այո։ Բայց Արցախն էլ էր իր վրա վերցրել։ Արցախը դե արդեն Ռոբերտ Քոչարյանն ա տվել։ Բայց իր օրոք եղավ է։ Իր օրոք եղավ ինքը Ինչի՞ բողոքավոր։ Ես բողոքավոր չեմ, ես ձեզ եմ։ Ես ընդհանրապես բողոքավոր չեմ։ Կյանքը ընթանում առաջ, պետք է ապրենք հավերժ։ Առանց կռվի։ Քոչարյանին գնացեք հարց տվեք ինչա։ Քիա տվել Ղարաբաղը։ Քոչարյանն ու Սերժն են Քոչարյանն տվել։ ասում է ես չեմ տվել։ Գլուխը պատին ա տվել Քոչարյանը։ Լվոր ուշադիր կարդաս Քոչարյանը իմանաս գլուխը ով պատին ա տվել ոչ չի տվել։ Աղջիկ Դες ենք առնել մենք կկռվենք։ 30 տարի Քոչապետին սաղ միտինգներին ներկա են եղել։ Ամբողջ միտինգներին ես 30 տարվա մեջ։ Առաջի պատերազմի մասնակից տղա եմ եղել։ Քոչարյանը եթե զենք ունենար, զենք առնել, այս ազգը կռվող ազգ է։ Ոչ թե դիլաներ սարքեին։ Ոչ թե դաչաներ առնել։ Հիմա տանկի կռիչի, հիմա լավ տանկերը, հին տանկեր են առել։ Այո։ Մեզ Նոր տանկեր մենք չենք ունեցել։ Նոր տանկեր մենք չենք ունեցել։ Սա խաբելա Ռուսաստանը տվելա ոչխար Ռոբերտ Քոչարյանը։ Որտեղից եք եկել դուք։ Ինչ կարևոր է։ Տեղի ծնունդ ենք Հայաստանի, Երևանի։ Այո։ Հաջողություն ձեզ։ Ինչի համար եք եկել այստեղ։ Ինչ խորոված պարտիի համար եւ մեկ էլ համերգի համար ենք այստեղ։ Իսկ գիտեք ինչի համար է խորոված փարթին կազմակերպվել։ Քաղաքացիության Խաղաղության համար։ Իսկ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Այո, ոչ, մենք արտասահմանցի ենք, էլի։ Այո, Իսկ որպես հայ ձեզ հպարտ համարում եք։ իհարկե, այո։ Դրա համար էստեղ ենք։ Իսկ ներկա իշխանությունների օրոք հայ ազգը հպարտ է իրեն ուրիշ միջազգային հարթակներում։ Ներկա իշխանություններից գոհ եք։ Ես ինձ թվում է մեր համար, որ խորոված պարտիով սկսում ենք, իհարկե, այո։ Ինչի համար եք որտեղից եք եկել։ Ոնց։ Որտեղից եք եկել։ Ապարանից, աշտարակից ընկերես։ Այդպես միասին։ Այո, այո։ Իսկ ինչ խորհուրդ ունի այսօրը ձեզ համար։ Քաղաքացիորը ձեզ համար Մեծ նշանակություն ունի հպարտ քաղաքացիորն այսօր։ Ինչու եք հպարտ։ Ինչով եք հպարտ։ Ամեն ինչով հպարտ ենք։ Որ ունենք այսպես վարչապետ։ Ինչով ենք լավը։ Ամեն ինչով։ Յուրահատուկ վարչապետ, որ չենք ունեցել մեր ամբողջ կյանքում։ Ինչով եք իրան յուրահատուկ համարում։ Ինչով է տարբերվում։ Ամեն ինչով։ Քաղաքացիորվան եք եկել Իհարկե։ մասնակցելու։
Ինչ նշանակություն ունի այսօրը ձեզ համար։ Ինչու եք հեծանիվով եկել։ Ինչու եմ հեծանիվով եկել, ես առհասարակ քաղաքում հեծանիվով եմ տեղաշարժվում։ Բարի քաղաքում։ Շատ։ Իսկ փոսերը չեն հանգարում։ Ընդհանրապես։ Խցանումները։ Տեսեք, հեծանիվով մի հատ ես անջատ եմ։ Հեծանիվով դա փորձի արդյունք է, որ ես հենց հեշտ խոսում եմ, իհարկե առաջի օրվանից չի, որ հենց հեշտ կարող եմ ասել հեծանիվով հեշտ է, բայց եթե մենք փորձենք բոլորս անցնել հեծանիվին, ես հավատացնում եմ ձեզ, որ մեր քաղաքի կենտրոնը ուղղակի իդեալական է հեծանիվ քշելու համար։ Ուղղակի իդեալական։ Ժաննա Անդրեասյան ուսանողներին խորհուրդ է տալիս, որովհետեւ նրանք համարձան հեծանիվով գնան, բայց շատ հեծանվորդները խորհուրդ չեն տալիս, ասել են, որ քաղաքը փոստեր է ու շատ է խցանումները։ Տեսեք, դուք հեծանվոր չեք, հիմա այս որ ինչ էլ ասեմ, չեք պատկերացնի, թե հեծանիվով ինչքան հեշտ է։ Մեքենաները որպես կանոն, միշտ խցանումների մեջ հենց խելոք կանգնած են լինում, ես իրանց կողքով շատ հեշտ անցնում եմ։ Այսինքն հեծանիվ, եթե մենք բոլորս անցնենք հեծանիվին, այդ խցանումները նույնիսկ չեն լինի։ Իսկ ուսանողները ոչ միայն պետք է հեծանիվով տեղաշարժվեն, այլ պարտադիր պետք է հեծանիվով տեղաշարժվեն։ Դա եւ առողջություն է, դա եւ արագություն է, ոչ մի տեղից չեն ուշանա, լիարժեք կվայելեն իրենց օրը։